Հետագա շրջանում մենք բավական լավ մտերիմ ընկերներ ու բարեկամներ ենք եղել եւ ինքս էլ բազմաթիվ անգամներ այս իրավիճակում հորդորել եմ իրեն, որպեսզի միայնակ չլինի, որտեղ մարդը կարող է ծանր հոգեբանական վիճակներում ինչ էլ որ եղած լինի եւ աջակցության, հոգեբանական աջակցության կարեկցանքի հարց կա, բայց Սրբազան այդպես էլ իր ընկերներին, մտերիմներին ցավով եմ նշում, չլսեց եւ այդ հանձնախումբը, որի մեջ ինքս էլ էի, ստիպված էինք մենք նամակով դիմելու ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելու որ արժամայն ինքը մի կողմ քաշվի։ Այո, այդ պրակտիկան մեր եկեղեցում չի եղել վերջին տասնամյակներում, բայց աշխարհի քրիստոնեական եկեղեցիներում եղել են եւ կան, որովհետեւ տարբեր բարձրաստիճան հոգեվորականներ իրենց թեմից ներս, իրենց անձնական կյանքում ունեցել են խնդիրներ եւ մինչեւ այդ խնդիրների լուծումը իրենք ոչ թե կարգալույծ են եղել կամ փիլոնազուրկ են եղել, ուղղակի կամավոր թողել են դուրս են եկել մինչեւ հարցի լուծումը։ Բայց այստեղ մենք ցավոք դա չտեսանք եւ շատ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, վարդապետներ ամենայն հայոց կաթողիկոսի հետ այս հարցը խոսեցին, որովհետեւ լուծում չեղավ։ Ավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։